Ես ինչ է։ Որտեղից։ Քո սիրած երաժշտությունն է։ Ճիշտ է։ Իմ սիրած երաժշտությունն է։ Ուրեմն չեմ սխալվել։ Շնորհավորում եմ սիրելիս։ Շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Շնորհակալություն։ Տեր Աստված, արդեն 40 տարեկան եմ։ Մարդու հավար չի գալիս։ 40 տարեկան։ Ինչ է պատահել, ինչու։ Հոգնել եմ։ Ամեն գիշեր կոշմարների մեջ եմ։ Մագագրեք դիմումս։ Գուցե մի ուղղագիր հատկացնենք։ Գնացեք, հանգստացեք։ Շնորհակալ եմ, Զավեն Ավետովիչ։ Ոչ մի ուղղագիր էլ պետք չէ։ Կյանքիս մեծ մասն անցկացրի ծխի ու թունավոր գազերի մեջ։ Բայց այսօր հանկարծ հասկացա, որ կյանքիս լավագույն մասն արդեն անցել է։ Մինչև 23 տարեկան հասակը սովորեցի այս մասնագիտությունը։ Մինչև 30-ը յուրացրի հմտացա։ Իսկ վերջին 10 տարիները, որ թռան 10 օրվա պես, ես վատնեցի, որպեսզի 100,000 գործարաններից մեկը ինչ-որ մի արտադրամա սկսի նորմալ աշխատել։ Եթե գործն այդպես շարունակվեց, առաջիկա 20 տարիների ընթացքում ես կհասցնեմ կարգավորել ասենք ևս մի 2 արտադրամաս։ Եվ դա կլինի այն ամեն ինչի վրա կորչի մարդկային մի ամբողջ կյանք։ Հետո կասեմ, որ ես պապիկ եմ։ Ինձ մոտ կբերեն անծալոտ երեխաներ, կասեմ, որ դրանք կոթորնիկներն են։ Իսկ մի օր էլ կզգամ, թե ինչպես է սիրտս կանգ առնում։ Եվ ոտի պակաս եմ զգում։ Ունեմ ինչ։ Վերջ։ Ինչ արած, չեմ արարկում։ Թող ձեր ասածը լինի։ Բայց քանի դեռ այստեղ եք, կուզեի մի հարց ճշտել ձեզ հետ։ Խնդրեմ։ Ես միշտ ձեզ համարել եմ սկզբունքային մարդ, բայց պարզվում է, որ դուք էլ ձեր մեղքերն ունեք։ Թողարկել ու օտեկայից անց եք կացրել մի ամբողջ հոսք խոտան պարարտանյութ։ Դա աննար է։ Բայց փաստ է։ Զավեն Ավետովիչ,
Իմ արտադրամասում նման գործարքները անհնարին են։ Իսկ օտեկան։ Օտեկայի հետ կապված հարցերը ես կպարզեմ։ Փաստը մնում է փաստ, որ մեր արտադրանքը չի բարձրացրել հաղթանակ կոտնտեսության բերքատվությունը։ Կնշանակի խոտան է եղել։ Կարող եք ինքներդ ստուգել։ Լավ։ Ես ինքս կպարզեմ։ Կգնամ կստուգեմ։ Գնացեք, ստուգեք։ Չես տեսնում ավտոներ են ասնում։ Լավ։ Արմեն։ Հայկ։ Հայկ։ Արմեն։ Ոնց ես։ Դու ոնց ես։ Ոչինչ տեսնում ես։ Հանդիպում։ Սպասի մի րոպե։ Տղերք, ով է։ մենք դեռ ժամանակ ունենք։ Մի րոպեով մտնենք այստեղ։ Մտքովս չեր անցնի։ Հարություն, մտիր բակը։ Այ քեզ բան։ Գնացինք։ Տեսնես։ Ձեզ, բարև։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Արի, գնացինք։ Ընտրեմ, եկեք։ Համեցեք։ Չէ, տեսքդ լավ է։ Ոնց ես։ Ոչինչ, ապրում եք էլի, վարկ Աստծո։ Ապրես։ Այ այնտեղ նստենք։
Աշխատանքի մեջ խրված մարդ հարազատ ընկերոջը տարիներով չի տեսնում։ Այսպես է էլի կյանքը։ Մարդու հավատ չի գալիս։ Արդեն 25 տարի է։ Այդպես է, չէ՞։ 25։ Ծանոթացեք մեր մինիստրությունից Արմեն, ընկերս ու հովանավորս շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Խաչիկ Ներսեսյան Արմեն, Սեղծարար ու ամբան Զգուշացեք սրանից Համեցեք Շնորհակալ եմ Ոնց է թռչում ժամանակը Բարի ախրուժել ձեզ Թանկագին բարեկամներ, այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։ Մենք Արմենի հետ որբ ենք մեծացել։ Մեր հայրերը պատերազմից չվերադարձան։ Իսկ մեր մայրերը Գիշեր ցերեկ աշխատում էին մի կտորացի համար։ Մեզ դասերակելու ժամանակ չունեին։ Մենք ինքներս էինք զբաղվում մեր դասերակությամբ։ Արմենը միշտ ինձ համար լավի օրինակ է եղել։ Փոքր հասակից ես նրան սիրել եմ իր ազնվության, ուղղամտության և ճշտախոսության համար։ Այդ մանկական փոխհարաբերությունները մեզ արդեն պարզ են։ Արմենը նուրբ ինտելիգենտ էր, իսկ դու աշխատում էր բռունցքներով հարցերը լուծել։ Չես սխալվում ես, Արթուր, ընդհակառակը։ Ես հանգիստ ու ամաչկոտ երեխա էի։ Իսկ Արմենը կրակի կտոր էր։ Անընդհատ կռիվների մեջ էր ու ինձ էլ հետը քարշ էր տալիս։ ճիշտ է։ Անգամ սպորտով պարապելուս համար ես պարտական եմ սրան։ Ահա, բա կարդալը։ Գիտեք ինչ կաներ կարդում։ Ու հետո այդ բոլորը պատմում էր ինձ։ Մի խոսքով առանց քաշվելու կարող եմ ասել, որ ամեն լավ բանի համար պարտական եմ այս հրաշալի մարդու։ Ու մեր ընկերությանը։ Կենացդ Արմեն ջան։ Շնորհակալ եմ։ Ձեր կենացը։ Ձեր կենացը։ Ողջունեք, առողջունեք։ Ողջունեք։ Ուրեմն հայկավանում ես աշխատում։ Քիմ գործարանում։ Ինչ գործ ես անում։ Արտադրամասի պետ եմ։ Լավ է։ Տես ինչ հետաքրքիր է ստացվում։ Բոլորս այստեղ պետեր ենք հավաքվել։ Արտադրության պետ, շինվարչության պետ, շինմոնտաժ վարչության պետ, մինիստրության բաժնի պետ։ Ինչ տղերք են, է։ Քո գործերն ինչպես են։ Աչքիս մի տեսակ ես երևում։ Տեսքտել դուրս չի գալիս։ Մի հարցրու։ Արդեն հոգնել եմ։ Ուզում եմ թողնել հեռանալ։ Ուր։ Կա մի երկու տեղ։ Կընտրեմ այնպիսի մի գործ, որ իմ 7-8 ժամն աշխատելուց հետո կարողանամ գնալ տուն։ Դու ոնց ես, ոնց։ Բոքսով էլի պարապում ես։ Մի ժամանակ կարծեմ չեմպիոն էիր, չէ՞։ Ինչ ես ասում, վաղուց թողել եմ։ Առաջ բռունցքներով էի աշխատում, հիմա ստիպված եմ ուղեղից զոր տալ։ Մի քիչ դժվար է։ Բայց դա ինչ արած։ Ես ուզում եմ խմել մի կենաց։ Իմ լավագույն ընկերոջ կենացը։ Իմ մաքուր ազնիվ ընկերոջ կենացը։ Նրա հետ կապված են իմ մանկության ամենալավ հիշողությունները։ Ես միշտ հիշում եմ։ Հասկացա, սպասիր։
Ես գիտեմ։ Ռա 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 Ra 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 Մտքովս է չերանցնի, որ Հայկն ունիսկ երկել գիտե։ Դուք լավ կանեիք համերգներ տայիք ձեր մանկության հիշողությունների թեմաներով։ Գիտեք ինչ փող կշինեիք։ Ինչ ես անում Հայկ, ես կատակում էի։ Երբեք շահմարցակվես կատակել։ Մանկությունս իմ սրբությունն է։ Հասկացար։ Խմենք ընկերության կենացա։ Սամվել արի, աթորվերցրուն նստիր։ Բարի ախոշատ բոլորիդ, բարև ձեզի։ Ծանոթած սիրոքնականս է։ Շատ ուրախ եմ Սամվել։ Ինչ կա։ Ամեն ինչ կարգին Հայկ Ստեփանիչ։ Ինչպես կսեն կոլեկտիվի կողմից զինքարտը ձեզի նվեր են բերել։ Վարչության աշխատակիցները ցանկանում են ուժերի թարմացում եւ հաճելի արձակում։ Լավ, շնորհակալ եմ։ Հա, Արմեն, մոռացա ասել, որ այսօրվանից արձակուրդի մեջ եմ։ Վաղը թռչում եմ Պալանգա։ Կինս ու երեխաներս արդեն այնտեղ են։ Հայկ Ստեփանիչ, գիտեի որ աշխատանքից չետ կան մի քանի փաստաթուղթ կար, ստորագրելու են բերել։ Այսպես է մեր աշխատանքը։ Արձակուրդում էլ հանգիստ չունենք։ Դե գործը կպահաճի ինչ է։ Լավ, սպասեք երկու րոպեից կգամ։ Գնացինք։ Սադիր մեքենայի մեջ։ Լավ։ Ստեսություն բոլորիդ։ Տեսություն։ Լավ ապրանք է, հոլանդական է։ Բայց թե Հայկի ինչին է պետք, ձգտորսությամբ է զբաղվելու ինչ է։ Ինչ կարևոր է զբաղվում է թե չէ։ Կարևորը նվերն է։
Խաչիկն առաջ ընկավ։ Փարս է։ Երևի Հայկը չի ստորագրում օբյեկտի շահգործման ակտը։ Այ միշտ մեր Հայկը շատ սկզբունքային մարդ է։ Հետո կնստի, կուտի, խմի։ Բայց հանկարծ որ կիսատ պրատ բան լինի, երբեք չի ստորագրի։ Երբեք։ Ներիր Արմեն, կարևոր գործեր էին։ Մենք Քարթուրի հետ ուզում ենք վերջին օբյեկտներն աչքի անցկացնել։ Լավ կլիներ, եթե միանայիր մեզ։ Մեծ հաճույքով կգայի, բայց գործողման մեջ եմ։ Այստեղ մի կոլնդեսություն պիտի գնամ։ Ավտոբուսներ շուտով մեկնում է։ Ինչ ես ասում։ Ինչ ավտոբուս։ Ես եկես կտանեմ, որ ուզում ես ու նորից կբերեմ Երևան։ Որոշված է։ Գալիս ես մեզ հետ եւ ոչ մի բանի մասին չես մտածում։ Գնացինք։ Լավ։ Ընկեր Վարդազարյան, գոհ գնացին։ Գնագործին։ Ընկերներիս հավանեցիր։ Դուրդ եկան։ Ոչինչ լավ տղաներ են։ Արդեն 10 տարի է միասին ենք աշխատում։ Այս ամբողջը մենք ենք կառուցել։ Էսել։ Էնել։ Շատ լավ գործեր ենք արել։ Ես խոսքից հասկանում ենք իրար։ Ինչպես ասում են, ապրում եւ աշխատում ենք ժողովրդի համար։ Սա իմ վերջին աշխատանքն է։ Առայժմ հանձնված չէ, ոչ էլ բնակեցված, բայց բնակարանները լավն են։ Դիրքն էլ վատը չէ։ Բնակիչները ծառ ու ծաղիկ կաճեցնեն, իսկական դրախտ կդառնա։ Եթե չեմ սխալվում, դուք շին վարչության պետն եք։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ծառայել։ Ես այս բնակարանում ու շենքում բնակարան եմ ստացել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Բայց այս բնակարանը դեռ չմտած վերանորոգման կարիք է զգացվում արդեն։ Պատերի ներկը թափվում է։ Պատուհանները չեն բացվում։ Ծորակները փչացած են, ջուր չի գալիս։ Ունիտազը կոտրված է։ Սիրելի բարեկամ, մի լավ շուրջը դնայիր։ Մարդկանց կենսական տարածություն է պետք։ Ամեն ամիս հարյուրավոր բնակարաններ ենք հանձնում, բայց նորից չենք կարողանում պահանջը բավարարել։ Դու երջանիկ մարդ ես։ Բնակարան արդեն ստացել ես։ Ամեն ինչ ունես։ Գեղեցիկ կին, մեքենա, շուտով երեխա դել կծնվի։ Մեքենայի համար հազարներ ես ոչարել, միթե մի 100 ռուբլի չունես, որ ունիտազ դնես։ Սեփական տանդ պատերը քո ճաշակով չես կարող ներկել։ Թե ձեռքեր չունես, որ ծոլակը փոխես։ Ձերը որ բնակարանն է։ 28-րդը։ Հա, շատ ուրախ եմ։ Լսիր բարեկամ, դու մեզ ներիր որոշ անսարքությունների համար։ Երբ պայմանավորվենք այսպես։ Հենց որ բնակարան ստանաս, ես անձամբ կգամ ձեր տուն։ Քո հանգստյան օրը ծորակն էլ կդանեմ, ունիտազն էլ կփոխեմ։ Դու մի նայիր, որ ես ղեկավար մարդ եմ։ Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է։ Ինձ ձեր օգնությունը պետք չէ։ Օրենքով ես։ Ախ, օրենքով։ Դե լսիր իմ որոշումը։ Ես դեռ այս շենքերի ընդունմանակը չեմ ստորագրել, որովհետև օբյեկտը շիմ մոնտաժային վարչության պետը դերևս ինձ չի հանձնել։ Չեմ էլ ստորագրի, մինչև որ բոլոր բնակարաններում ամենաչնչին մանրունքն անգամ չկարգավորվի։ Այդ դեպքում գիտեք դուք երբ կտեղափոխվեք նոր բնակարան։ Ոչ շուտ քան 3 ամիս հետո։ Ոչ, ինչ եք ասում։ 5 ամսից հազիվ պատրաստ լինի։ Ոչ մի սանիտարական սարքավորում չունենք։ Տարվա վերջին հազիվ ստանանք։ Տեսնում ես։ Քո էգոիզմի պատճառով ուժելու է 83 ընտանիք։
Նրանք ինչ մեղք են գործել, որ կես տարի ուշ մտնեն իրենց բնակարանները։ Գնանք ունիկ։ Դուք սա մի լսեք։ Գերի Վարդանին կասենք ամեն ինչ կանի։ Դե լավ քերուտ էլ գիտենք։ Կարծեմ 2 տարի է, չէ՞, ինչ ավարտել ես ինստիտուտը։ Տարի ու կես, ինչու։ Երիտասարդ քիմիկոսի համար չլսված կարիերա։ Ուզում եմ քեզ սինթեզման բաժնի պետ նշանակել։ Կարծում եմ, որ չեք սխալվում, Արմեն Ռուբենովիչ։ Ահա թե ինչ։ Իսկ չես կարծում, որ չափից ավելի ինքնավստահ ես։ Ինքնավստահ չեմ, պարզապես վստահ եմ, որ կկարողանամ կատարել այդ աշխատանքը։ Ասենք դուք եք վստահ։ Հակառակ դեպքում նման բան չէի կառաջարկի։ Ուրեմն այսպես։ Դու մեզ մոտ սինթեզման բաժնի պետն ես, սա էլ քո դիմումն է աշխատանքից ազատվելու համար։ Իսկ այս սա քեզ տեխնիկական ղեկավար նշանակելու հրամանի նախագիծն է։ Իմ առաջին օգնականն ես լինելու։ Որը ստորագրել։ Տեխնիկական ղեկավար, որ ամբողջ պատասխանատվությունից վրան կրի։ Չի ախպեր։ Շատ լավ։ Ուրեմն ստորագրում եմ դիմումը։ Սպասիր։ Չլինի կարծում ես, որ տեխնիկական ղեկավար դարձա։ Բնավորությունս պիտի փոխվի։ Ընդհակառակը։ Ես ուզում եմ, որ մնաս նույնը, որ վերջապես թողարկենք այս արտադրամասը։ Թողարկենք, մի մտածիր։ Ստորագրի հրամանը հերն անիծած, կփորձենք։ Արամ Գյորգի, ճիշտ է, որ դուք դեմ եք եղել իմ նշանակմանը։ Դուք բադ ինժեներ չեք, բայց ձեզ մոտ չեմ նկատել ղեկավարին բնորոշ հատկություններ։ Ներեցեք։ Ոչինչ, ոչինչ։ Իսկ ինչ եք կարծում, հիմա ձեզանից ինչ եմ պահանջելու։ Որ ես աշխատանք փնտրեմ ուրիշ արտադրամասում։ Ճիշտ հակառակը, ես խնդրում եմ, որ մնաք մեզ մոտ։ Դուք հրաշալի մեխանիկ եք, հարուստ փորձով, իսկ ես բոլորովին անփորձ արտադրամասի պետ եմ։ Աշխատենք։ Ես աշխատանքից երբեք չեմ հրաժարվել։ Դե ուրեմն շատ լավ է։ Շոկ է գնանք նստենք ստվերում։ Իմիջալոց նա իրավացի էր։ Ով։ Հեն տղան կնոջ հետ, որ բողոքում էր։ Ես ասում եմ, իրավացի չէր։ Մենք բոլորս էլ իրավացի ենք։ Հա, ասում ես ձանձրացել եմ։ Չես ուզում Երևան տեղափոխվել։ Շատ եմ ուզում։ Բայց գիտես, բնակարանի հարցը շատ դժվար է։ Բնակարանի մասին դու կարող ես հանգիստ լինել, Հայկը կօգնի։ Աշխատանքի հարցում էլ գտիմ եմ որոշ ընկերների։ Մի մտահոգվիր։ Տես։ Մշակում է։ Հայկն աշխատում է, որ ամենալավ օբյեկտները իր վարչությանը տրվի։ Եթե Արտուրը օգնի, Հայկը տրեստի կառավարիչի հետ լեզու կգտնի։ Դե, Հայկը ուսացը որ ստացվեց, իմ գործն էլ աչ կգնա։ Ժողովուրդն ասում է, ձերքը ձերք է լվանում, երկու ձերքը երես։ Հարկավոր է Արտուրի բերանը բան գցել։ Գեցես Հայկ։ Տեսար ոնց կողմնորոշվեց։ Հանճարեղ տղա է այ մարդը։ Մի րոպե։ Վերջ, ես արդեն լրիվ քո տրամադրության տակ եմ, կարող ենք գնալ քո կոլտնտեսությունը։ Բայց անհարմար է, Հայկ։ Քո մեքենայով ինչքան չլինի պետական է։ Միամիտ մարդ ես, պետությունը ես ու դու ենք, կնշանակի մեքենան մերն է, գործով ենք գնում, չէ՞, հոսմոսանքի դուր չենք եկել։ Հա, ինչ ես կարծում, օբյեկտը կընդունեն։ Իհարկե, Արթուրը կանի,
Եղբորը մեզ մոտ վարչությունում աշխատանքի եմ ընդունելու, ասում են ընդունակ տղա է։ Արժի լավ մարդկանց օգնել։ Իսկ ձեզ մոտ ոնց է քիմիայում։ Կան այդպիսի հնարավորություններ։ Ինչ էր։ Որտեղից էր։ Ոչինչ, Բարկիր։ Արդեն 2 ժամ է քնած եմ։ Հերիք է, ինչ կա այնտեղ։ լավ չէ։ Անընդհատ արտահոս կա։ Չգիտեմ ինչից է։ Ճնշումը գնալով մեծանում է։ Բոմբերը խցանվում են։ Գրողը տանի։ Իսկ ինչ կլինի, եթե… Արգիր մարդավարի քնիր քո երդն է։ Հոգնել եմ։ Գլուխը չի աշխատում։ Շուտով գազը կլցվի այստեղ, կանգնեցել բոլոր ագրեգատները։ Բրգիս բրիգադին, տագնապ, կարբամիտի արտադրամասում հեղուկ ամյակի արտահոսք է տեղի ունենում, ողջ տերիտորիան լցված է գազով։ Հրամայում եմ էվակուացիա դեպի կարբամիտի արտադրամասի ետևի կողմը, կրկնում եմ, դեպի կարբամիտի արտադրամասի ետևի կողմը։
Այ ես փորձակ։ Պատկերացնում ես։ Քնածս տեղը զգում եմ, որ ամյակի հոտ եմ առնում։ Բանի տեղ չդրեցի, մտածեցի, որ ինչ որ տեղ արտահոս կա։ Քնած գլխիս տակից հանեցի։ Հակագազը ու նորից քնեցի։ Մի 10 րոպե չգայի, երևի չզարթնեի։ Աշխատանք եմ ասել, հա։ Ճիշտ էլ որոշել ես։ Տեղափոխվիր Երևան։ 2 անգամ ավել փող կստանաս, կյանքիդ էլ վտանգ չի սպառնա։ Կանգնիր։ Այստեղ մի լավ աղբյուր կա, Հայաստանի ամենասառը ջուրն է։ Չեմ կարողանում առանց խմելու կողքովն անցնել։ Ինչի ես գետին գցում։ Աղբար կա։ Ինչ չի խանգարում։ Բայց ուրիշներին է խանգարում։ Թող այդ ուրիշները չգան, որտեղ ես հաց եմ ուտում։ Չես խանգարում, է։ Դու էլ գցիր աղբար կղա։ Իսկական խոզ ես։ Ես եմ խոզը։ Հիմա կտեսնենք, թե մեզնից ով է խոզը և ով կլակի կեղտաջուրը։ Մի րոպե տղաս, ինչ ասացիր։ Լավ չլսեցի։ Հայրիկ, դու մի կողմ քաշվիր, թե չէ որ խփեցի ֆսոցը դուրս կգա, եղավ։ Լավ է, համացակ, նորից։ Հախեք, տղեր, դա բոքսյոր Հայկ Մարկոսյանն է։ Խփիր, նորից, համացակ։ Լավ է, նորից։ Պետք չէ, Հայկ, Խփիր։ մի արա։ Հոգնեցին թաթիկներդ, հոգնեցիր։ Նորից, համացակ, խփիր, նորից։ Կատուի փախուստը մինչև մարակն է, չէ, էլ տեղ չունես գնալու։ Դե ուրեմն լսիր տղաս, սա քեզ առաջին խորհուրդս, մեծերի նկատմամբ եղիր հարգալից։ Սա էլ երկրորդ խորհուրդս, դուրս արի վատ շրջապատից։ Ահա և երրորդ խրատս, փոխադակ խորովածանոցներում քարշ գալուս սովորիր։ Սա ես քեզ հարազատ զավակից պես եմ ասում, ինչ-որ շատ ես նոման նրան։ Նրա հետ ամեն ինչ վերջացրի, խոստանում է շանել, իսկ այս սրան դեր հարկավոր է դաս տալ։ Դե ինչ տղաս, ուշքի եկար, ոնց կլինի դեր ջուր պիտի խմի, ապա մի խմիշ, սրան միայն էսպես կարելի է խրատել, ապա մի թուղթ էլ վերցրու ասում եմ, չէ ատամներով, որ իմանաս մեծերին հարգելա, ատամներով ասում եմ, բերանով։ Դες του Հայկ։ Շատ ես փոխվել։ Ինչ որ դաժան ես դարձել։ Կյանքն է դարձրել։ Ստիպված եմ եղել։ Կամ դու պիտի խփես, կամ քեզ են խփելու։ Ոտքի տակ կգցեմ։ Չի կարելի թոլամորթ լինել, բաներ կան, որ չպետք է ներել։ Նստիր։
կներկես այս տրանսֆորմատորի հաղորդալարը։ Իսկ էմիսի հետ գործ չունես, լարման տակ է։ 6000 վոլտ։ Շատ լավ։ Հասկացար, որ խփեց մոխիր կդարձնի։ Դու աշխատիր, ես հիմա կգամ։ Եղավ։ Ռոբերտ։ Ռոբերտ։ Հիմա մի րոպե սպասիր, գալիս եմ։ Սիմոն քերի, ինչ շտապ կանչում են։ Ես մի հաղորդալարը չես ներքի, ես մի փոքր տեղը։ Այդ տղա էլի սկսեցիր գործ։ Շատ եմ խնդրում, ես հիմա կգամ։ Լավ։ Ինչ անում, լարման տակ է։ Ներկում ես։ Հա, բալար։ Այդպես չեմ ներկում, հայրիկ։ Դուրս ցույց տամ։ Ո՞վ է թույլ տվել։ Ասին ներքին ներքում։ Ո՞վ է կարգադրել։ Ում ես հանձնարարել։ Օհանյանին։ Օհանյանը դու էլ երկուստ էլ ազատված եք աշխատանքից։ Եվ հավանաբար պատասխան կտակ դատարանում։ Ինձ մոտ կանչիր էներգետիկին ու անվտանգության տեխնիկայի գծով ինժեներին։ Ուցե նրանք էլ ցանցրացել են այստեղ աշխատելուց։ Տեսնում ես, հիմա մեզանից ով է ավելի դաժան։ Ես ընդհանրապես կարգի հրավիրեցի կապերը կտրած երկու երեխաներ։ Իսկ դու աշխատանքից հեռացնելու դատի ես տվել միանգամից 2 հոգու։ 2 հոգու։ Ասենք դու ճիշտ ես։ Չի կարելի մարդկանց ազատություն տալ։ Ոչ էլ հավատալ է պետք։ Դու կարծում ես ես հավատում եմ Խաչիկին ու Արթուրին։ Չէ, չէ։ Իսկ ինչի ես ընկերություն անում։ Այդպես է պետք։ Կհասկանաս։ Կյանք է։ Ես իմ ընկերներին հավատում եմ։ Դու լավ մարդ ես, Արմեն։ Բայց իդեալիստ ես։ Գիտես, ես քեզ նախանձում եմ։ Ինչու։ Չգիտեմ։ Բոլորովին չես փոխվել։ Էլի առաջվա Արմենն ես մնացել։ Իսկ դու։ Ես էլ։ Արի։ Ուր։ Արի։ Ինչ ես անում, Հայկ։ Ախր ժամանակ չկա, ես շտապում եմ։ Կհասնես։ Արի։ Հրաչ, մի քիչ արագացրու։ Պատրաստ է, հիմա կբերեմ։ 10 րոպեից կշարժվենք։ Ախր ինչ կարիք կար։ Իսկ հիմա սիրելի բարեկամ,
թույլ տուր ջերմորեն շնորհավորել քեզ ծննդյան օրվա արդիվ եւ ցանկանալ երկար կյանք ու երջանկություն։ Չես մոռաց։ Էդեր պակաս։ Շնորհակալ եմ։ Ընդունել խնդրում եմ իմ համեստ նվերը։ Ես ինչ ես անում, Հայկ։ Ես չեմ կարող ընդունել։ Ով է իմանում ինչքան փող ես տվել։ Չեմ ընդունի, ոչ։ Փողի մասին չխոսես։ Շնորհակալ եմ։ Փողն ինչ է։ Կեղտ։ Զզում եմ փողից։ Տեսնում ես ինչքան լավ է։ Խաչիկն էլ քեզ աշխատանք է գտել։ Ինժեներ։ Քեզ համար ավելի հարմար գործ։ Աշխատես մսի կոմբինատում։ Միսը կարբամիտ չէ։ Ամեն մարդ ուզում է լավ խորոված ուտել։ Մեկին դու լավություն կանես։ Մի ուրիշը քեզ։ Մեկ էլ տեսար շրջապատում ես։ Մի խոսքով հենց տեղափոխվես բնակարան կդասավորեմ։ Կարող ես հույսդ ինձ վրա դնել։ Ինչ ասեմ, տղեր ջան, շնորհակալ եմ։ Դուք ուղղակի շնորհակալություն։ Շնորհակալությունս որն է։ Մենք Խաչիկի հետ գործի մարդ ենք։ Լավ մարդու համար ինչ էլ անես քիչ է։ Կենացդ ախպեր։ Ողջ լինեք։ Բարով ես ծնվել։
գնացինք։ Մնաց ամենակարևորը։ Գնանք մեր ծառի մոտ։ Ստիր։ Իմ ամենաերջանիկ օր եղել է քո այն ծննդյան օրը, գրամաֆոնը, մեր ծառը, ասենք ես էլ ուրիշ բան չունեմ հիշելու, իսկ քոնը չի կարող պատահել, որ կյանքում դրանից ավելի երջանիկ օր ունեցած լինես, ճիշտ չեմ ասում, Հելել է պետք։
Ախպեր ջան, այդ ինչ ես փնտրում։ Ես ինչի ես տեղ թափված։ Ինոր է թափված, գանանից բերին էսպես դեզի պես թափեցին։ Յուղացի կամած տարան իրենց տները։ Պարզ չէ, պարարդանյութը փռելու համար հատկացված փողը կերել եմ, բերաններն էլ չեն մաքրել։ Կոպիտ գործ են արել անտաշները։ Նստիր մեքենան։ Դու էլ։ Ես ինչի։ Նախագահի տունը ցույց կտաս։ Օրագին, գնացի։ Այս է։ Սամսոն, այդ ովքեր են, ինչ են ուզում։ Ինչ իմանամ, ասին նախագահի տունը որն է, ես էլ ցույց տվի։ Վայ, քորանամ ես, Արմենակ։ Ուր եք տանում, ախր, ովքեր եք դուք, ես հիվան մարդ եմ, ինչ եք ուզում ինձանից, ասացեք տեսնեմ, բադելյանի լիմաստուն, ախր ուր եք տանում, հիվան մարդ եմ, ինչ ուր։ Նստիր, դու էլ։ Սպասեք, այդ ուր եք տանում, Սամսոն, այդ ովքեր են, չգիտես։ Ինչ գիտեմ։ Վայ, քորանամ ես։ Այն գեր վերջապես ովքեր եք, ինձից ինչ եք ուզում, ուր եք տանում։ Այն գեր ինչ ես ինձ այդպես նայում, ինչ մեղք եմ գործել, ինչ։ Որ մեղքից համար։ Դուրս եք, և կգամ, արի, ինչ է սա, Ինչ է, սա ինչ է, պարարդանյութ, սրանք ինչեր են, այն գեր ով ես դու։ ես նրանցից եմ ովքեր սա են ստեղծում, դու սրա համար պատասխան կտաս, Բայց դու կեցես, լավ դաստվել հիմարին։ նա հիմար չէ, սրիկա է, դրանք տզրուկներ են, Բայց ինչու այդպես կատաղեցիր։ Գրպանից թե իր վճարել կարբամետի համարին չէ։ վճարել եմ, տանքով եմ վճարել, Չգիտեմ, ամեն մարդ ձգտում է, որ իր պատառը յուղոտ լինի, կնշանակի ձերքերը ծալած չի նստելու։ Հրես դու չես ուզում ավելի լավ ապրես քան առաջ։ Այդպես է, չէ։ բայց ոչ ուրիշների կրտնքի հաշվին, երդվում եմ հայտ, որ դատի եմ տալու այդ սրիկաշան որդուն, Չէ, նոր տեղում քեզ համար դժվար կլինի։ Մարդկանց հետ լեզու գտնելը։ Շեֆ այստեղ է, նստած են օտերը կիտած, լյարդն է ցավում, եթե քեզ հաջողվի տրամադրությունը բարձրացնես, ուրեմն հանճար ես, Ներիր Արմեն, ես հիմա կգամ։ Գնանք։
Şunu bana im yarım Atılsın çampiyonu bırak Angala im yarım Kıyımları bir duriye Gardak şunu bana im yarım Sarıdaykin hova kami Kanculut kami natani Vadusarum zoruma Imtuna vodketani Sarıdaykin hova kami Kanculut kami natani Հասկացա։ Նորիկ։ Նորիկ։ Նոր։ Հավաքիկ ես։ Պատուհանը դպասարա Հավաքիկ ես։ Մարմիր Ջուր տուր։ Հիմա ճակատը բռնի։ Տեսնեմ։ Մարմիր նկտեսնեմ Պատուհանը դպասարա Սպասի։ Ինչ է։ Արի բան ասում։ Թող։ Արի բան ասում։ Չեմ գալիս, թող։ Երեխա խոսես արի բան ասում։
Ինչ ես ասելու, ինչ։ Գնանք ամեն ինչ բացատրեմ։ Ասում ամեն ինչ բացատրեմ, արի։ Հարություն։ Շատ բան չես հասկանում։ Կհամոզվես։ Արի քեզ մոտ։ Նստի։ Լսիր, դու կատակ ասած բանը չես հասկանում։ Եթե գործը պահանջում է, մի քիչ հիմար ձևանաս, ինչ կա որ։ Իսկ դու ամեն ինչ լուրջ ես ընդունում, չգիտեմ թե քո լրջությամբ ու մեզ զարմացնում։ Այդպես ես արել, որ կյանքում ոչ մի բանի չես հասցել։ Աշխարհին մի քիչ թեթև նայիր։ Կարծում ես ես նրանց մոտ նվաստացա։ Էդ էր պակաս։ Ինձ փաստաթուղթ էր պետք, եւ ես ստացա այդ փաստաթուղթը։ Գևորգը չէր ուզում ստորագրել, բայց ես այնպես արեցի, որ ստորագրեց։ Կնշանակի ես նրանից խելոք եմ, հասկացար։ Կնշանակի նա ինձ մոտ նվաստացավ։ Սրանից ավելի պարզ բան կա։ Դե ուրան վերջ տանք։ Էլ ոչ մի գործ չունեմ։ Ամեն ինչ կարգավորեցի։ Հիմա կգնանք տուն ու երկուսով հանգիստ կզրուցենք։ Կհիշենք անցած գնացած օրերը։ Մեր մանկությունը։ Սա մեր ճաշասենյակն է։ Ննջարանները երկրորդ հարկում են։ Սա էլ իմ անկյունն է։ Ինչ ժամանակներ էին։ Անցան գնացին։ Այնտեղ մեր գրադարանն է։ Հիշում ես դպրոցում ոչ մի գիրք չունեի, իսկ հիմա ինչ գրականություն եմ հավաքել, երեխաների համար եմ տանջվում, բայց գնահատում եմ, որ լակոտները չեն էլ կարդում։ Տղան Սավտոյից չի պոկվում, աղջիկս էլ հայելուց։ Դե ես էլ ինչպես հասկանում ես, ժամանակ չունեմ։ Ընտանիքի հոգսը մի կողմից, երեխաների ապագան մյուս կողմից։ Ինչ իմանաս վաղը քեզ հետ ինչ կլինի։ Օհո, Գևորգը Մելքոնյանի մոտ է եկել։ Տեսնես ինչ գործ ունի։ Բայց դու Արմեն այնուամենայնիվ իզուր վիրավորեցիր, թուղթը երեսին շպրտեցիր։ Գիտես ինչ զգայուն է։ Հետո ախր ծեր մարդ է, քեզ ինչ էր արել։ Լավ շարեցիր։ Գնամ սուրճ բերեմ։ Առավոտ օրինակ ասում էիր զզվել ես։ Բայց չեմ զզվել։ Կարծում ես հեշտ է։
Գիշերներն արթնանում եմ ամբողջովին քրտինքի մեջ։ Սարսափում եմ։ Սկսում եմ վախենալ։ Ախր կյանքն անցնում է ու տակը բան չի մնում։ Զզվելի է։ Սիրտ խառնելու չափ զզվելի։ Առավոտները վեր եմ կենում, կարծես ամեն ինչ անցել է, բայց չէ։ Պետք է նորից մտածել, նորից խորամանկել, նորից զգալարվել, նախահաշիվներ, վերջնահաշիվներ, գումարներ, հանրագումարներ, պատե մգնում վանդակում փակված գազանի նման։ Ինչի համար, որպեսի ապրեմ։ Հասկանում ես, ապրել եմ ուզում։ Հանճարեղ սարք է, լավ է մտածված։ Մարդ պետք է ծիծաղելով ապրի։ Ինչ? Ես ծիծաղում եմ քո վրա, լսում ես, ծիծաղում եմ, Դու դեռ լաց կլինես։
тысяч метров пробурили в этом году проходчики Альметьевского управления буровых работ объединения «Татнефть». За счет досрочного ввода в эксплуатацию скважин, обслуживаемых альметьевцами, в 10-й пятилетке добыто дополнительно более 670 тысяч тонн нефти. Сборник кинофильмов, показанных в Ржевском производственно-конструкторском объединении электромеханика, вызвал особый интерес.